ողջույններս, ես վերադարձա Վարշավիրանոցից, այնտեղ չկարողացա նկարել, որովհետև փոքրիկ միջադեպ էր եղել, թղթային, մի խոսքով չընդլայնվեմ, դա ինձ չի վերաբերվում, հետո դուրս եկա ձյուն էր գալիս արդեն, չկարողացա, տաքսին շուտ մոտեցավ, նստելու եկել եմ և առաջինը կիսվում եմ ձեզ հետ, փոխեցի սանրվածքս, հիշում եք կողքից էր մազերս, ուրեմն այս սանրվածքը ես տեսել էի Թեմուում այն կեղծամ է, ոչ թե կնոջ մազերը, այլ կեղծամ է և դուրս շատ էր եկել, իսկ իմ վարսահարդարը, իմ Սուսիկը, ում հետ մենք արդեն, հաճախորդն եմ ես արդեն 2003 թվականից, այսինքն 23 տարի մենք միասին ենք, պարզապես նայում է դեմքիդ, ինքը գուշակում է ինչ պիտի անի, ինքը գիտի քեզ ինչ է սազելու, հենց ցույց տվեցի, ասի Սուս ջան, այսպես եմ ուզում, ասեց նստի, քո գործը չի, մի խոսքով անուշիկներս, մազերս գեղեցիկ հարդարեց, հարդարիչով չորացրեց, շատ գեղեցիկ, մի խոսքով, այսօր կարող եմ ամուսնուս հրավիրել ժամադրության, գնանք սուրճ խմելու, ինչու չէ, հիմա ամուսինս թող հոգնած գա, կտեսնեմ կկարողանամ արդյոք ես նրան հրավիրել որևէ տեղ սուրճ խմելու, թե ոչ, կարծում եմ, որ այս եղանակին, ինչպես ասում են, շունն իր բնից դուրս չի գա, այնպես էլ մենք վստահ եմ, որ մեր տանից դուրս չեն գա անուշիկներս, այնպես որ սա թող լինի բացումը, մնացածը հաջորդ կադրերում, առայժմ ողջույն սիրելիներս, տանից դուրս է եկել, ուրեմն հենց այս պահին ամուսիններով շատ էինք ուզում խաշ ուտել, բայց ուզում էինք տանը ուտեինք, չէինք ուզում գնալ ինչ-որ խաշանոց և այլն, տան էլ մի քիչ առևտրի կարիք կար, գնացինք համ խաշ գնեցինք, համ էլ տան համար փոքրիկ առևտուր արեցինք, կիսվեմ ձեզ հետ, այստեղ լավաշ ենք այսպես վերցրել, 2 տուփ և 2 հատ էլ սիթիի լավաշ, ես սիթիի լավաշ չեմ գնում սովորաբար, որտև ինքը խմորիչով է, դրա համար էլ ես չեմ գնում, կար ժամանակ, երբ ես ուտում էի միայն սիթիի լավաշ և զգացի, թե ինչքան եմ գիր անում, դրա համար էլ չեմ ուտում ես սիթիի լավաշ, իսկ սա առանց խմորիչ, տեսեք դրոժը հայերեն չի, խմորիչն է և ինքը թեփով լավաշ է, սա բազմիցս ձեզ ցույց եմ տվել, բայց տևական ժամանակ նաև լավաշ չեմ ուտում արդեն, այսպիսի Grand Candy նոր ելակով սուֆլեներից ենք գնել, շոկոլադապատ, չգիտեմ ինչ է, չեմ փորձել, կփորձենք, անպայման ձեզ կկասեմ, մի ամբողջ այսպիսի տուփ անձեռոցիկ, շատ լավ անձեռոցիկներ են, հիմա սա մի հատ տեղավորեմ, որ ինձ չխանգարի, հետո Էրիկի համար շաուրմա, որտև ինքը խաշ չի ուտում, չի սիրում, իմ տղան ցավոք, այստեղ գնել եմ աղցանն է պատրաստի ինձ համար, վինեգրետ և լոբով աղցան, ամեն մեկից 2 հատ, բավական մատչելի է գները, ժողովուրդ ջան, ավելի մատչելի է գալի, քան որ դու տանը պատրաստես, հատկապես որ ոչ մեկ չի ուտում, ու մի ամբողջ մեծ ասենք աման պատրաստել կամ կացայով կամ թասով պատրաստել, անիմաստ է, որովհետև մերոնք չեն ուտում, միայն ես եմ ուտում, Երեմյանի հորած պանիր, այսպիսին, Էրիկիս համար պարտադիր կաթ, այստեղ պրոտեինը շատ է, այս կաթի մեջ Երեմյանի, մի հատ կետչուպ Սլաբադայի, այստեղ այսպիսի պանրիկներ հաղարջով, սա Նեստլեի շոկոլադն է, այս մեկը Վահանը արդեն մեքենայի մեջ խեղտել է և այսպիսի վանիլային պանրիկ, այստեղ այսպիսի դոնդող, ես շատ եմ սիրում,
Շատ լավն է, իմ հայրենին չենք ասում, դոնդող ենք ասում, այո, մսային դոնդող, ահա, այսպես, իմ հետևորդուներից չեմ հիշում, հազար ներողություն, ձեր անունը չեմ մտապահել, վերջերս հիշողությունը շատ է վատացել, շատ կրասվորդներ եմ լուծում, ուրեմն ասեցիք, որ կոտլետները իրենք սառեցված մսով են պատրաստում, ասեմ ձեզ, որ հայրս լինելով խոհարար, միշտ ինձ խորհուրդ էր տալիս և մենք մեր տանը ունենք սովորություն միսը նախ մեկ անգամ սառեցնել, ինչու, որովհետև բակտերիաները մեռնում են, բոլոր տեսակ վատ բակտերիաները մեռնում են, հետո խաշելուց հետո ջրքամում էինք մի հատ, որ սկսում էր եռալ, նոր երկրորդ ջուրը օգտագործում էինք, երկրորդ եպը արդեն օգտագործում էինք կերակրի մեջ, սիրելիներս, այնպես որ իմ տղան չհրաժարվեց, անգամ երբ ասացի, որ սա սառեցված միս է, բայց սառեցվածը վտանգավոր չէ, հին չլինի, սառեցվածը ոչինչ, դա էլ չգիտեմ արդեն, բայց շատ համեղ է, ես էլ եմ փորձել, շատ համեղ կոտլետներ են, ասեմ, հետո, ահա և թե ինչի համար գնացել էինք խաշի համար, մի հատ վերցրել եմ Թամարա, մի հատ վերցրել եմ Աթենք, բավական յուղոտ լավ խաշ է երևում, տեսնեմ կարող եմ բերանը բացել, տեսա Վահանին կխնդրեմ մի հատ թող բացի բերանները, Վահան ջան, հա, բանա տեղավորում, լավ, մնացածին անցնեմ, հետո սա ցույց կտամ, այսպիսի էլի հնդկահավի նրբերշիկ, շատ լավն է, շատ դիետիկ է ասեմ, հիմա մյուս տոպրակն էլ Վահանս բերի, Վահան ջան, հիմա մյուսներ բերի, սա չգիտեմ ինչ է, առաջին անգամ ենք փորձելու, հա, այդ մի տոպրակն էլ բեր, մեկ էլ ես խաշի բերանը, որ խնդրեմ կբացես, մի հատ նայենք, տեսնենք, մենք անցած անգամ փորձել ենք, բավական հաջող խաշեր, ասեմ, սա էլ, սա աթենքն էր, չէ, հա, սա աթենքն է, չխառնեմ, սա էլ Թամարան է, տեսեք, Թամարան ավելի լիքն է, քան աթենքը, աթենքը կիսատ է լցնում, հա, այսպես, հիմա կդնեմ տաք ջրի մեջ, այսպես, գոլորշու վրա մի քիչ կհալվի ու կլցնեմ կաթսան, օրը ցերեկով խաշենք ուտելու ամուսիններով, մի հատ հաց, վրացական մատնակաշ, պուրի մատնակաշ չի, նոր չոկոպայ ձմերուկի համով, էլի անծանոթ ենք, չգիտենք սա ինչ է, արևածաղիկները զեղչվել էր, այսպես, ասեմ, որ 50 տարեկանից սկսած արևածաղիկները շատ պարտադիր են կանանց համար, հենց կանացի օրգանների համար է շատ հարկավոր, գոնե օրական, ասենք, մոտավորապես 100 գրամը պարտադիր է, շատ լավ օգնում է, շատ լավ իր օգուտն անում է, այսպես, այս սա Վահանն է վերցրել, soft cake, ինչ-որ նարնջի, թխվածքաբլիթներ են, մեր սուրճը, այսպես լեբոյի գոլդերը, հետո Վահանը վերցրել է մեքենայի մեջ, վայ մոռացավ թողներ մեքենայի մեջ, այսպիսի փոքրիկ խոնավ անձեռոցիկներ են, շատ հարմար է մեքենայի գրպանիկում պահելու համար, մարդես, բարդ պետք է լինում, էլ թաց շոր, չգիտեմ ինչ չես օգտագործում, այստեղ մի հատ ողք են գնել, միայն ծիծակ չեմ գնել, թթու ունեմ, ոչինչ, այստեղ ողք, այսպիսի, այստեղ դոլի մանգոներ, սլայս արած, այսպես կտորներով, կփորձենք, չգիտեմ ինչ է, եթե լավը լինի, Վահանին կասեմ կբերի էլի, սա Էրիկի պեպսին է 0, բայց դες 0-ն շատ վատ է, ես իրեն ասում եմ Էրիկ 0-ն մի խմի, և այստեղ ունեմ սոխ, սիրելիներս, այսպիսի սոխ, վերջ, մեր առևտուրը այսօրվա, այսքանն էր Վահան ջան, ինչքան էր կազմել, 22,000, տեսակ սիրելիներս և արանքում դեղ եմ գնել, իմ ճնշման տեղն եմ գնել և ալերգիայի տեղն եմ գնել և վերջ,
հետո կմիանամ, անպայման ձեզ հետ կկիսվեմ համեղ էր խաշը թե ոչ, կամ մի հատ էլ ընթացքում կմիացնեմ, դուք էլ տեսնեք լավն է թե չէ։ Այստեղ ասում եմ առայժմ գրկում համբուրում եմ բոլորի տանուշներս։ Ժողովուրդ ջան, մտածեցի ձեզ կհետաքրքրի խաշը, տեսեք ինչ մեծ կտոր միսիկներ կան, տեսեք, տոտերը մեջը, մեծ, ահա, այսպես, սպիտակ, շատ լավ թանձր խաշ է, տեսեք, ահա, դե ինչ, մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, հա, ժողովուրդ ջան, տեսեք, ես իսկական խաշ ուտող եմ, ասեմ, չեմ սիրում ուտել գթալով, սիրում եմ այսպես, մեջը լավաշը առատ լինի և մի ուրիշ լավաշով ուտել, այսպես, դե ինչ, մենք Անուշան ենք, իդեպ շատ համեղ խաշ է, չգիտեմ դուք ինչ կարծիքի եք, հիմա շատերը կգրեն յախք, վախք և այլ, բայց ասեմ ազնվությամբ մենք արդեն երկրորդ անգամ ենք գնում, ես էլ էի սկզբում այդպես նման մտածում, բայց գնելուց հետո հասկացա, որ ոչ մի յախք, ոչ մի վախք էլ չկա, իսկապես շատ համեղ է, դե ինչ, մեզ բարի ախորժակ, գրկում համբուրում եմ բոլորիդ, ողջույն սիրելիներս, ձայնս մի քիչ քաշված է, չգիտեմ ինչի հետ է կապված, ես հիվանդ չեմ բոլորովին, չգիտեմ, չեմ կարող ասել, իհարկե ամեն ինչ իր պատճառն է ունենում, հենց այնպես մարդու մոտ ոչինչ չի լինում, հա, հնարավոր է ապրումներից, հնարավոր է մի քիչ այսպես ստրեսային, դե սպասում ենք Էրիկի քննություններին, որպեսզի քննությունները հանձնի, հավանաբար այդ ապրումներն էլ է կուտակվում, մաթեմատիկան, այսինքն SAT-ին դեռ չեն հասցնում, ինչի համար շատ անհանգստացած եմ, որովհետև արդեն քննական շրջանը սկսվել է, բոլորը հանձնում են քննություններ, Էրիկը մնացել է, SAT-ի պատճառով չենք կարողանում, ուզում ենք միանգամից 2 քննություններ, գնա հանձնի ավարտի, այսպես կես չլինի, էլի, ասենք TOEFL-ը հանձնի, հետո նոր գնա SAT-ին հանձնի, այդպես չենք ուզում, մի փոքր սա ուղղեմ, հեռախոսը, ահա, հետո էլ երևի թե երեկ մայրիկիս մահվան 3-րդ տարելիցն էր, ինչ շատերը գրել էին, Սեդա ջան, ինչքան դժվար է մի տարվա մեջ 2 ծնող, սիրելիներս, ես ծնողներիս 1 տարվա մեջ չեմ կորցրել, ովքեր ինձ հետ նոր են միացել իմ մալիքին, ես ծնողներիս կորցրել եմ 13 օրում, այսինքն հայրս հանկարծամահ եղավ, 13-րդ օրը պապայիս մահվան մահացավ նաև մայրս հիվանդ էր, ուներ շատ վատ հիվանդություն, Աստված հեռու տանի այդ հիվանդությունը բոլորից ու բոլորից Աստված ջան, ես միշտ խնդրում եմ Աստծուն, հավանաբար այդ ապրումներն էլ երևի կուտակվեցին, հա, այս 13 օրվա մեջ անդադ հիշողություններ, մի խոսքով ձայնս քաշվել է, ոչինչ, թող սա լինի, թող վնասը սա լինի, վստահ եմ, որ ձայնս կվերականգնվի, երբ որ չեմ խոսում ավելի է նստում, հենց մի քիչ խոսում եմ, սկսում է կամած բացվել, այսպես Անուշիկներս, երեկ ես ոչ մի բան չեմ արել, տանից դուրս չեմ եկել երեկոյան, քեռակինս եկավ մորաքույրս, մորաքրոջս աղջիկը, նստեցինք, հիշեցինք, երեկ փետրվարի 19-ին նաև իմ մամայի ծնողների ամուսնության օրն էր, մենք շատ մեծ պսակադրություն էինք արել 99 թվականին, տատիկիս ու պապիկիս ամուսնության 50-ամյակն էր, և մենք շատ մեծ հարսանիք արեցինք, տատիկս հագավ հարսի շորեր, դե քանի որ քեռակնոջս եղբայրներն էլ քահանաներ էին, եկան պսակադրություն արեցին, շատ մեծ ուրախություն արեցինք, տատիկս իր եղբայրների և պապայի հետ ապրում է նույն բակում, ես ձեզ այդ Հայաթը շատ եմ ցույց տվել, մենք Հայաթ ենք ասում, այնտեղ գնաց իր
հորական տուն, հորական տնից գնացին եղբոր տուն, որպես քավորի տուն, մի խոսքով շատ հետաքրքիր եւ ուրախ հարսանիք անցավ քահանան էլ իհարկե օրհնեց այդ ամուսնությունը իդեպ ամուսնությունը եկեղեցով շատ պարտադիր է, որովհետև ասում են, ես ստույգ չգիտեմ ովքեր գիտեն թող ասեն, ես լսել եմ քահանաներից, ասում են, որ երբ ամուսնությունը եկեղեցով չի լինում, կինը ողջ կյանքում մնում է ամուսնու սիրուհին եւ կինը չի դառնում եւ այն աշխարհում արդեն իրենք իրար հետ չեն լինում։ Ծնողներս չհասցրին իրենց 50-ամյակը նշել, իրենց մահվան 23 թվին էր լինելու սեպտեմբերին, բայց քանի որ իրենք արդեն չկային, պապաս փետրվարի 6-ին, մամաս 19-ին փետրվարի, մի խոսքով այդպես չհասցրինք պսակադրություն անել, բայց մեր շատ հարազատ քահանան իրենց հենց այն աշխարհում էլ կնքեց, պսակեց, դա էլ է լինում, դա էլ է համարվում պսակադրություն, հա իրենց մինչև ուրեմն հանձնելը հողին քահանան իրենց պսակը կատարեց, այնպես որ ծնողներս այն աշխարհում էլ արդեն պսակվեցին, ինչի համար ես երջանիկ եմ։ Մի խոսքով սիրելիներս, այդպես հետաքրքիր ոչ մի իրադարձություն չի տեղի ունեցել, որ ասեմ տեսակ դուրս էինք եկել Վահանի հետ, մեկ-մեկ տանը շատ եմ հոգնում նստելուց եւ ուզում եմ դուրս գալ տանից։ Վերջերս ինձ հանդիպում են մարդիկ, այ կուզեմ այս հարցը ձեզ ուղղել եւ շատ կուզեմ այդ հարցի պատասխանը լսել։ Վերջերս ինձ հանդիպում են մարդիկ, ովքեր իմ խոսելավոճի վրա ինձ համարում են կեղծավոր մարդ կամ աֆերիստ, անկեղծ ես դա այսպես եմ պատկերացնում այդ երկու համեմատությունները, որ եթե մի բան երբեք չես կերել, դրա համը չես կարող հասկանալ, զգալ, թե դա ինչ է։ Ես միշտ ապրել եմ ծնողներիս հետ, ծնողներիս տանը, միշտ իմ մորաքույրների հետ, հորաքույրներիս հետ, քեռուս հետ, մենք բոլորի հետ շատ մտերիմ ենք եղել, էլի, երբեք նախանձով լցված չենք եղել, չարությամբ լցված չենք եղել, մամաս իր տալերի հետ շատ լավ է եղել, հորաքույրներս մամայիս հետ, մամաս իր քույրերի հետ, քույրերը մամայիս հետ, տատիկս օրհնաբերան է եղել, ես ասել եմ, տատիկս բերանը բացում էր, օրհնություններ էր թափվում բերանից, ես մեծացել եմ այդ ամենի մեջ եւ դա լսել եմ մանկուց, հետո ինքս եմ սկսել տալ, այ հենց երեկ բացել է իմ նամակները 6 թվականի, ես Երևանում եմ, ծնողներս Մոսկվայում են, դեռ չէին վերադարձել, նամակս եմ կարդում, ավելի վաղ նամակներս եմ կարդում, միշտ վերջում ասում եմ, մամ ջան, Աստված օրհնի ձեզ, մեր ընտանիքը, Աստծո օրհնությունը մեզ հետ լինի, Աստծո աջը մեզ հետ լինի, մամ ջան, պապ ջան, ես միշտ ջանով եմ խոսել, բայց կան մարդիկ, որ իմ կյանքում հանկարծ հայտնվում են եւ ինձ համարում են կեղծավոր, ինձ համարում են, ասում են դա կեղծավորություն է, դա աֆերիստություն է, ես ուղղակի մտածում եմ, էլի, նախ այդպիսի մարդիկ հավանաբար իրենց կյանքում չեն հանդիպել մարդկանց, ովքեր իրենց կօրհնեն կամ կաղոթեն իրենց համար, իսկ առհասարակ այսպես է ասվում, Երանի այն տունը, որ աղոթող եւ օրհնող ունի։ Մարդկա արտահայտվում է, մարդկա չի արտահայտվում, մարդկա մտքում է պահում իր եղածը, մարդ էլ կա դուրս է հանում։ Օրինակ ես ասում եմ, ես բարձրաձայնում եմ, իմ տեսակն է այդպիսի։ Տեսեք, պապաս չէր արտահայտում իր սերը, 1000-ից 1, որ այսպես կարող էր տարին 2 անգամ կամ 3 անգամ իր սերը արտահայտեր, բայց իր արած գործերը մեր նկատմամբ պապայիս հավատարմությունը, պապայիս այդ նվիրվածությունը, որ մեզ ոչ մի բանից զուրկ չի թողել, որ ամեն բանը արել է, պապաս 22 տարեկանից, պապաս 51 թիվ է, 22 տարեկանից պապաս մեքենա է վարում, 79 թվականին պապաս գնել է իր առաջին կանաչ 24-ը, այն ժամանակ, սիրելիներս, դա
մեծ ճոխություն էր մեքենա ունենալը եւ հայրս ողջ կյանքում մեքենա է ունեցել մի խոսքով, բայց ես ոչ մի անգամ այդ մասին այսպես չեմ բարձրաձայնում, չեմ սիրում, իմ հայրը շնորհքով է եղել, պահել է իր տունը եւ պահել է շատ պատվով, հա, ու լինել կեղծավոր ծնողի հանդեպ, մոր հանդեպ, հոր հանդեպ հարազատների, ես մի տեսակ դա ինձ համար դա անհասկանալի, այսինքն պատ է առաջանում իմ ուղեղում եւ ես դրանից այն կողմ չեմ կարողանում գնալ, ինչպես կարելի է, չգիտեմ, հարազատի հանդեպ նախ ես չգիտեմ դա ինձ զգացողություն է, ազնվությամբ եմ ասում, Աստված վկա, ես չգիտեմ ինչ բան է աֆերիստությունը կամ ինչ բան է կեղծ լինելը, ես մարդկանց բոլորի հանդեպ կարող եմ գնալ սովորական առևտրի կներեք մթերային խանութ վաճառողուն ասեմ շնորհակալ եմ արևս, շատ մերսի, կամ չէ Ազիզ ջան, չէ սիրունս, չէ քաղցրս, ես սա իմ խոսակցականն է, ես այսպես եմ խոսում բոլորի հետ, սա իմ տեսակն է, ես երեք մորաքույրս ասում եմ մի քիչ փոխիր քեզ, ասում եմ մոկ ջան, ասում եմ 47 տարի ինձ այսպես հունցել են, ես այսպես թխվել եմ արդեն չեմ կարող ինքս ինձ փոխել այլևս, արդեն 50 տարեկան եմ ու փոխել ամբողջովին իմ էությունը, իմ տեսակը, չեմ կարող, պարզապես չեմ կարող, եւ ի վերջո իմ կողքի մարդիկ իրենց շատ լավ են զգում հենց իմ այս տեսակը են ունենալու իրենց կողքին, օրինակ մեկ որ Վահանին հարցնում եմ Վահան կուզես փոխվեմ ուրիշ տեսակ, ասում է երբեք ասում է ես քեզ ընտրել եմ հենց դրա համար, որ դու երբեք չես զլացել, այլ շռայլել ես ինձ աշխարհի լավ խոսքերը, ես Վահանիս հետ եմ, Վահան ջան, արևս, կյանքս, հոգիս, սիրտս, ամեն բան ասում եմ իմ ամուսնուն, էլ տղայիս էլ չեմ ասում, թե աշխարհի ինչ խոսքերը, նույնը եղբորս, հիմա արդեն իմ փոքրիկ եղբորս տղային աղվետին, այնպես որ սիրելիներս դա կարծում եմ բնական է, հա, ես եթե զգում եմ մարդը դա չի ուզում լսել իմ կողմից, ես չեմ ասի այդ մարդուն երբեք, մարդը կարող է ինձ այդ մասին շատ հանգիստ ասել, թե դա գիտես ինձ դուր չի գալիս, որովհետև նման մարդիկ սովորաբար ջան չեն ասում, դրա համար ես ասում եմ, թող ինձ ասի հենց այդպես է դա, գիտես ինձ մի ասա ջան, ինձ դա դուր չի գալի, ինձ թվում է որ դու կեղծ ես իմ հանդեպ, եւ ես չեմ ասի ես ամեն ջանք կգործադրեմ, որպեսզի չասեմ այդ մարդուն նման խոսքեր, չգիտեմ, թե հիմա դա մարդու մանկությունից է, ինչպես ասում են, մենք բոլորս գալիս ենք մեր մանկությունից, հավանաբար էլ հենց մեր մանկությունն է, որ մեզ ձևավորում է մեր տեսակը եւ ընկալելի է դարձնում դիմացինին հենց մեր մանկությունից, այո, դա այդպես է, ես չգիտեմ, ես չէի ուզենա նման մանկություն ունենալ, չէի ուզի, որ լսած չլինեի նման խոսքեր, օրինակ, չգիտեմ, այ հիշեք, ձեր մայրիկները ձեզ փաթաթվել են, գրկել են, համբուրել են, իմ մայրը դա ամեն օր էր անում, ամեն օր, մենք նույնպես, եթե մայրս ճաշ էր պատրաստում, մենք անպայման մամայիս ձեռքերը համբուրում էինք, ասում էինք մամ ջան, շատ շնորհակալ ենք, շատ համով էր, մամ ջան, ապրես, արևս, եւ ամբողջ ընտանիքով, պապաս, գայ ջան, շնորհակալություն շատ, եղբայրս նույնը, մամա ջան, արևս, իմ տղան, այսօր էլ ինձ, շնորհակալ լինելը մայրս է մեզ սովորացրել, բոլորից կապ չունի, դա կլինի տանամթամ, դա կլինի անծանոթ մարդ է, կողքովս անցավ, պատահաբար կպանք իրար, ներողություն եմ խնդրում, հա, կամ որևէ իրեմ կորցրել, գցել եմ, չեմ նկատել, ինձ դա տալիս են, ես ասում եմ շնորհակալություն, դուռը պահում են, որ ես անցնեմ, դուռը բացում են, պահում են, թեկուզ հենց մեր մուտքի, հա, ես դուրս եմ գալիս, ասում եմ շատ շնորհակալ եմ, կարծում եմ, որ դա նորմալ է եւ դա մարդկային է, հա, բայց կան շատ մարդիկ, որ զարմանում են, ասում են,
դա նորմալ չէ, պետք չէ բոլորին ասել շնորհակալություն, եթե քեզ մեկը մի բան սրտով անում է, էլ ինչ շնորհակալության կարիք, բայց չէ որ այդ մարդն իր ժամանակը վատնել է ինձ վրա, չէ որ այդ մարդ հայդրոպեին իրեն նեղություն տվեց եւ չհայտնել շնորհակալություն, կարծում եմ, որ դա անմարդկային է, ինձ այդպես են սովորեցրել, ինձ համար հակառակը շատ վայրի է, ես չեմ կարողանում հակառակն ընկալել, բայց հիմա նկատել եմ, որ թեկուզ մեր բակում, թեկուզ իմ շրջապատում, հա նոր մարդիկ, ովքեր հայտնվում են, հարևաններ եւ այլն, շատ փոխված են, շատ են փոխված մարդիկ։ Ես մի անգամ Մոսկվայում մեկին դուռը բացեցի, չէ, մեկ ինձ դուռ էր бацել, ասացի спасибо вам огромное, что задержали дверь, ինձ պտտվեց, ասեց, извините, а вы преподаете в университете? Ասի, нет, я обычный человек, работающий, но не в университете, զարմացավ, հա, ասեցի դուռը ինձ վրա բացեց, գուցե ռուսերեն չհասկանան մի մասը, դուռը պահեց, ես ասի շատ շնորհակալ եմ, որ դուռը պահեցիք, ասում է կներեք դուք աշխատում եք համալսարանում, ասում եմ ոչ ես սովորական մարդ եմ եւ սովորական աշխատավոր եմ, այն ժամանակ ես աշխատում էի չէ, այդ ժամանակ ես դեռ չէի աշխատում Մոսկվայում, դա մեր առաջին տարին էր, որ մենք գնացել էինք, մենք Մոսկվա ենք գնացել 93 թվականից, պապաս գնաց Մոսկվա, հետո մի ամիս հետո կանչեց մամայիս ու եղբորս, հետո ես գնացի հունիսին, հանձնեցի համալսարանից քննությունները, գնացի պապայիս մոտ, 98 թվականին մենք հետ ենք եկել եւ 97 թվականին մենք հետ ենք եկել, 99 թվականին նորից գնացել ենք հետ Մոսկվա, էլի նույն տունը, նույն տանտերը, նույն հարևանները, որտեղ մեզ բոլորը շատ էին սիրում։ Մի խոսքով, այսպես անուշիկներս, հիմա որ դարը մի քիչ փոխվել է, ինձ համար մի քիչ խորթուոտար է այս ամենը, դրա համար ես անընդհատ ոնց որ հուշերով իմ մանկության մեջ եմ, հա, անընդհատ գիտեք, առհասարակ մարդը դիմացինին պիտի ապահովի երջանկություն եւ պետք է շատ առիթներ տա ժպտալու։ Երբ որ դու մարդուն շատ ես տալիս առիթներ ժպտալու, մարդը չի ձգտում հետ գնա իր անցյալ, իր մանկություն, բայց երբ որ այդ ժպիտը, երբ դու պարգևում ես, համարում եմ, որ դա կեղծավորություն է, որ դա ծաղրածույություն է, որ դա, չգիտեմ, ինձ համար դա անհասկանալի է, որովհետև ես մեծացել եմ հենց այդ անկեղծ սիրո մեջ, բոլորը իրար սեր էին տալիս, բոլորը արտահայտում էին իրենց զգացմունքները, ասում եմ, միայն պապաս, որ տարին 1-2 անգամ ինձ կարող էր շատ սիրելուց, դե ես գիտեի պապայիս սերը իմ նկատմամբ, այդ սերը մինչև հիմա է ինձ հետ, որովհետև ես ամեն օր եմ զգում պապայիս ու մամայիս ներկայությունը իմ կողքը, իմ շուրջը, ինձ ասում էր մամա ջան, որտեվ ես իր մամայի անունն եմ կրում, տատիկիս անունն եմ կրում, պապաս ինձ միշտ ասում էր մամա ջան, չգիտեմ, սիրելիներս, ես կարող էի դրանից հուզվել, ես լաց էի լինում, թաքնվում էի, այդ ջերմությունից էի ես լաց լինում, դա սիրո արդյունք էր, որ պապայիցս ստացա այդ խոսքը, էլի, չգիտեմ, ուրիշ տեսակ ենք եղել, հիմա չկա այդ ամենը, ժողովուրդ ջան, չկա այդ ամենը, ես հիշում եմ, որ հորաքույրս ամուսնացավ, մայրս հարս է եկել, փոքր հորաքույրս 10-րդ դասարանում է սովորել, քույրեր էին, ես սա առհասարակ եմ պատմում, ոչ թե իմ ու իմ հարսի հիմա հարաբերությունները, այլ առհասարակ եմ պատմում, իմ ընտանիքից եմ սա պատմում, զարմանում էինք, էլի ասենք զարմանալի էր շատ, հորաքույրս երբ որ ամուսնացավ 24 տարեկանում, մամաս լացում էր, ասում էր, բայց հիմա առանց գոհարի ոնց կապրեմ, չգիտեմ, երգում էին իրար հետ, պարում էին, երաժշտություն էին դնում, գործը կիսում էին միասին, հետո երբ որ արդեն հորաքույրը սկսեց աշխատել, առավոտյան երբ պատուհան էր ունենում, հիշում եմ ես այդ ձմեռվա այդ ցուրտ օրեր այնքան լավ եմ հիշում, հորաքույրս առավոտ շուտ առաջին ժամից հետո դե 8:30 սկսվում էր դասը, դեղ 10:15 թե 20 վերջանում էր,
հորաքույրս 2 ժամ պատուհան էր ունենում, վազում էր մեր տունը կպած է Շիրվանզադե դպրոցին, մամայինցս տունը, վազում էր մեր տուն, մամաս ասում էր Գոգան ջան գնա մտիմ անկողնու մեջ տաքացի մինչև հեսա սուրճը դնեմ, հորաքույրս գնում մտնում էր մամայիս անկողին, հետո մամաս էր գալիս, միասին նստում էին, ես չգիտեմ ժողովուրդ ջան, ինչն է փոխվել, չէ որ այս ամեն այնքան բարություն է տարածում, այնքան լավ բաներ է տարածում, ես չգիտեմ ինչն է փոխվել, դրա համար էլ քանի որ արդեն կլինի 20 րոպե է որ բլբլում եմ, այստեղ ինձ իրավունք վերապահեմ ասելու սիրելիներս սիրեք իրար, պարզապես ժպտացեք իրար, սեր տվեք իրար, կեղծն ու ինչ են ասում, կեղծավորությունն ու ինչը, ինձ էլի մի բան են ասում, կեղծավոր և ձևականությունը զգացվում է, անմիջապես է զգացվում, որտեղ է մարդը կեղծում, որտեղ է մարդը ձևական, հա, և ես նման մարդկանց հանդեպ կամա ակամա դառնում եմ իսկապես, սկսում եմ համտեսել ձևականության և այդ մյուսի բառը անդադ մոռանում եմ կեղծավորության համը և նման մարդկանց հանդեպ ես այսուհետ կլինեմ նման ձևով, այնպես որ եկեք սիրենք իրար, սիրելիներս, սեր տանք, ախր չէ որ Քրիստոս Աստված հենց ինքը սեր է, ինչ էր եկել քարոզելու սեր, նա սիրո Աստված է, նա համերաշխության Աստվածն էր, եկավ որ մեզ բացատրի սիրեք իրար, տվեք իրար ձեր հոգունը, ձեր սրտինը, ամենալավը տվեք դիմացինին, ձեր մերձավորին, այնպես որ սիրելիներս, ես նույնն եմ չեմ փոխվելու, մինչև իմ վերջին շունչը, այսպիսին էլ մնալու եմ, ով կընդունի, ով չի ընդունի, դա իր խնդիրն է, դա իր պրոբլեմն է, իսկ ես ձեզ անկեղծ բոլորիդ եմ շատ սիրում և ներողություն եմ խնդրում անկեղծությամբ, որ չեմ կարողանում պատասխանել ձեր մեկնաբանություններին, շատ ժամանակ նաև անտրամադիր եմ լինում, այս կախված ծնողներիս հետ, Էրիկիս դասերի հետ, մի խոսքով մինչև Էրիկը չընդունվի, ինձ մոտ այս լարվածությունը չի անցնելու, հետո մի լավ լուր էլ ունեմ, հավանաբար արդեն լսել եք, ապրիլ ամսից, այստեղ գալիս է YouTube-ը, Google-ը այստեղ մեր հայ բլոգերների համար բացում է մոնետիզացիան, ես չգիտեմ որքան կարժենա, ըստ իս մոտավորապես մեկ դիտումը 1 դրամ կլինի, ավել չի կարող լինել, որտև ամենաբարձր վարձատրվողը դա Միացյալ Նահանգներն է, այնտեղից դիտումները ամենաբարձր վարձատրությունն է, որտև այնտեղ ռեկլամներ կան, գովազդներ կան, հա, գովազդների արդյունքում բլոգերը այստեղ գումար է վաստակում և մի փոքր ավել գումարը, եթե բլոգերներին գնա, դա լինելու է Միացյալ Նահանգներից արտերկրներից սիրելիներս, Երևանից, չգիտեմ, արդեն երևի թե 1 դրամ դիտումը, հավանաբար, դա իմ մտածելակերպով, որտև չեմ պատկերացնում, որ շատ ավելին լինի, մի խոսքով, սա էլ այնպես որ ես արդեն ապրիլից կդիմեմ մոնետիզացիայի համար, թեկուզ 1 դրամ իմ աշխատանքի համար վճարվեմ, ես էլի գոհ կլինեմ, էլի շնորհակալ կլինեմ, ասում են, որ դա պարտադիր է, երբ մարդը վարձատրվում է իր աշխատանքի համար, սիրելիներս, դե ինչ, այստեղ ձեզ հրաժեշտ տամ, ասեմ, որ ձեզ անկեղծ սրտով սիրում եմ բոլորիդ, դուք իմն եք, իմ հոգու հարազատ մարդիկ եք, մարդիկ ովքեր կողքիս են եղել և դժվարության, և ուրախության, և իմ վիրահատությունների ժամանակ բոլորդ, և մամայիս վիրահատությունների ժամանակ, որքան աղոթքներ են հնչել, ինչի համար ես ձեզ անկեղծ սրտով շնորհակալ եմ, երբ շատ ձեզ սիրում եմ, թող Աստծո աջը ձեզանից անպակաս լինի, թող Աստված առատաձեռն լինի ձեր ընտանիքների հանդեպ և թող առատապես իր սերը տա ձեզ, ձեր ընտանիքներին, մեր զինվորներին էլ խաղաղ երկինք և բարի ծառայություն, սիրելիներս, և ինչպես միշտ ասում եմ, մնանք Աստծով, ձեզ հետ էր Սեդան, սիրով